Հատվածահար է երթևեկությունը Երևանի սրտում։ Վազգեն Սարգսյան, Գրիգոր Լուսավորիչ ու Արգիշտի փողոցներում երթևեկության փոփոխությունն է վարորդների նոր գլխացավանքի պատճառը։ Սենց բան գոյություն չունի ոչ միտեղ։ Հենանդել նայի, ահա որ վիճակա։ Արդեն որ երրորդ օրն է այս վիճակումը։ Այս վերջինը 3 են արել։ Այսինքն մենք խաբար չենք։ Վազգեն Սարգսյան ու Արգիշտի փողոցների երկու հատվածներում ավտոբուսի համար գծեր են առանձնացվել, այն էլ երթևեկելի երկրորդ գոտում, չտեսնված բան է, իսկ Գրիգոր Լուսավորիչից դեպի Արգիշտի փողոց ձախ շրջադարձն արգելված է։ Քաղաքային իշխանությունը սա բարեփոխում է անվանում, բայց դրա արդյունքում միայն խցանումներն են ավելացել։ Խցանումները ավելի շատ են։ Բայց իրանք ասում են Սխալ են ասում, խցանումները ավելի շատ են։ Մանավանդ այս կողմի ես ձախ անողն էլ որ հանել են ընդհանրապես երթևեկությունը կատվածահար է եղել։ Մայրաքաղաքի կենտրոնը խցանումներից բեռնաթափել խոստացած, կարմիր գծերում կայանելու վճարը 13 անգամ բարձրացրած քաղաքային իշխանության ներկայացուցիչների պնդմամբ այս ամենը արել են, որ տրանսպորտով երթևեկողները ավելի արագ տեղ հասնեն։ Այդ նույն խցանման մեջ մենք էլ ենք մնում եւ ամբողջ տրանսպորտի բարեփոխումների տրամաբանության մեջ դա շատ նորմալ է։ Խցանում առաջացրած բարեփոխումները կվերանայվեն, ասում է Երևանի փոխքաղաքապետը, բայց հետ չեն կանգնելու այն մտքից, որ տրանսպորտի առանձին գծեր են լինելու։ Որոշակի վերանայումներ պետք է անենք, հաշվի առնելով ստեղծված խնդիրները, որ օրինակ խցանումները շատ է լինում, որոշ վերանայումներ կանենք, բայց իմ եւ մեր համոզմունքն է, որ պետք է հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերը լինեն։ Եթե հասարակական տրանսպորտի համար առանձնացված գծերը մնալու են, ինչն են վերանայելու, չի ասում փոխքաղաքապետը։ Երթևեկության փոփոխություններից անտեղյակ վարորդները երկու ոտքով են ընկնում թակարդը։ Տուգանվում են, որովհետև երթևեկում են ավտոբուսների համար առանձնացված գծով, նաև խցանման մեջ ընկնում։ Այս գծերը իրաց ճակատներին պետք է գնեն, որ կարողանան երթևեկեն իրաց ճակատների վրով, այդ կարամ ասեմ։ Բայց ինչա կատեմ, պարեկները ընդից քրդիկները չռում է վրեկներից, որ շոֆերներին արձախանեն, բայց իտո էլի մարդիկ ուղիղ են ստիպված քշում, որ չեթանան գնեն պրոբլեմի մեջ։ Տուգանվեն թե չտուգանվեն, մեկ է ասում են զայրացած վարորդները, այս մեծ տնջուկից դուրս գալու համար ստիպված են ավտոբուսի գիծն էլ տրորել։ Էդգար Ղուշչյան, Լանա Համբարձումյան, Արաքել Օհանյան եւ Մինենա Պողոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։